այդ կալանքից նրան ազատելու համար առաջերտին պետք է մենք միավորվենք։ Միավորվենք եւ ոչ թե մենակ Սամվել Կարապետյանը, այլ մյուսների հարցնել մենք կարողանանք լուծել։ Դրա համար ժողովուրդը պետք է իմանա, որ այս կառավարությունը ոչ թե ոնց է կոչում իրենց այդ կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր է, այլ փողոցային պայմանագիր է։ Նա փողոցից հավաքեց տարբեր խաժամուժ անձանց եւ կազմեց կառավարություն, որ վերջը եկել է արդեն։ Եվ Սամվել Կարապետյանի նմանները մարդիկ, որ բարերար են ժողովրդի համար մեծ ներդրումներ են արել, նրանք կարողանան շարունակել իրենց այդ ներդրումները եւ հայ ժողովրդին փրկել թուրքահպատակ լինելու սանձից։ Եվ ես կառաջարկեի, որ ժողովուրդը Նիկոլի այդ աջակցողներին ոչ թե վեշմեշոկ ու ուսապար կանվանեին, այլ պամպերս, նա իրենց օգտագործում է հետագայում փողոց շպրտելու համար, իրեն կարիքների համար։ Իսկ ինչ կարծիք ունեք եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների հետ։ Դա հանցագործություն է հայ ժողովրդի հանդեպ։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Դա հանցագործություն է հայ ժողովրդի ինքնությունը պաշտպանելու դեմ։ Ի վերջո, ո՞րն է ձեր պայքարը, ինչու եք այստեղ։ Որ միանամ երիտասարդներին։ Ես 84 տարեկան եմ, կլինեմ այս պայքարի առաջին շարքերում։ Առողջությունը ներում եմ։ Ու ցանկանում եմ մեր բոլորին հաջողություն։ Ինչքան շուտ այս կառավարության վերջը դրվի օրենքի սահմաններում, այդքան շուտ հայ ժողովուրդը սկսի նոր մեր ձևով ապրել։